Այսօր Կապանի քաղաքապետարանում կայացավ համայնքի ավականու 2016 թվականի թվով 9-րդ արտահերթ նիստը։ Նիստի օրակարգի 5 հարցերից երկուսը քննարկվել էին դեկտեմբերի 15-ին հրավիրված հանրային լսման ընթացքում։ Դրանք Կապան համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու եւ համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրերը հաստատելու մասին հարցերն էին։ Զարգացման ծրագրի վերաբերյալ ավականու անդամ Ժան Մովսիսյանը առաջարկ հնչեցրեց։ Ուրեմն ներկայացած ծրագրի երկարաժամկետ ֆինանսներ պահանջող ծրագրեր։ Հիմա կա առաջարկներ կան կարճաժամկետ ծրագրեր, որոնք առանձնապես ֆինանսներ չեն պահանջում։ Տեսեք ինչ է կատարվում, ուրեմն բարեկարգ համայնք ֆորումի շրջանակներում կարելի է այսպիսի դիրքորոշում դրել, համայնքը ականատես է եղել քաղաքապետարանի հստակ դիրքորոշմանը, երբ որ քաղաքից հեռացվեց տաղավարները, որոնք չէին շարժվում։ Միայն տաղավարները հեռացնելով չպետք է համարեն գործը ավարտված։ Ուրեմն Գարեգին Նժդեկ փողոցը մեր Կապանի քաղաքի սահմանադրված փողոց է համարվում։ Փողոցի վերջնամասում մեր վշտական կենտրոնները շտապօգնության մեքենան հնարավոր է իրավիճակի սրության պատճառով գերազանցել նախատեսված սահմանված արագությունը։ Եվ փողոցի վերջնամասում կա մի մետաղի թափոն, զիլմատնիչի մեքենա, դուք պետք է քաղաքաշինության բաժին զբաղվի դրանով, ծանոթություն ուղարկի սեփականը տիրոջը, քանի որ խաթարված է երթևեկությունը այդ փողոցում։ Դա բաց թողում է, կարճաժամկետ ծրագրեր այդպիսի կա առաջարկությունները, որը առանձնապես ֆինանսներ չի պահանջում, կարելի է դա դուրս բերել այդտեղից, վերջ-վերջում դա ում է պետք այդ փողոցում։ Դիտողությունները առաջարկները միաժամանակ են, չէ՞ կարծում, որ հանգամի զարգացման ծրագրի գրուպներում ավելացնելու կարիքա մշտական աշխատանք է, որը այո, նաև պահանջում է ձեր տեսածի, նկատածի վերաբերյալ դիտողություններ, առաջարկներ, ինչին բնականաբար մենք կհետևենք, աշխատանքներինենք և նման խնդիրները կփորձենք լուծել։ Քվեարկության դրվելուց հետո հնգամյա զարգացման ծրագիրը հաստատվեց։ Օրակարգի երկրորդ կետը ներկայացրեց քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը։ Այն վերաբերվում էր Կապան համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու եւ համայնքի վարչական սահմաններում գտնվող մի շարք առանձին հողամասեր, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, նպատակային նշանակության կոմունալ օբյեկտների հողերի գործառնական նշանակության հողամասերի փոխադրելուն։ Կապան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություններ եւ համայնքի վարչական սահմաններում գտնվող մի շարք առանձին հողամասեր համաձայն ձեր ներկայացված հարևան մեկի ընդհանուր մակերեսով 3,16386 100,000 հեկտար փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, նպատակային նշանակության կոմունալ օբյեկտների հողերի գործառնական նշանակության հողերի։ 2016 թվականի մայիսի 24-ին հավաքանու որոշմամբ համայնքի ջրամատակարարման ջրահեռացման համակարգերը եւ օրվա կարգավորման ջրամբարները նվիրաբերվեցին Հաջիմոլտուղի քորոյին սեփականության իրավունքով անհրաժեշտ օգտագործման։ Սակայն պետական ջրանցումների կատարելու ժամանակ ի հայտ եկավ այն, որ նշյալ օբյեկտները զբաղեցնում են ոչ իրենց նպատակի հողամասեր։ Հողամասերը մի մասի գյուղատնտեսական հողամասեր, անտառային, բնակավայրերի հողեր եւ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի պետական ջրանցում կարողանան կատարել, փոխադրել տրանսպորտի, կապի, կոմունալ օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը ըստ իրենց նշանակության կոմունալ օբյեկտների հողերի։ Ավականու քվեարկությանը ներկայացված հաջորդ հարցը Կապան համայնքում տեղական турքերի եւ վճարների դրույքաչափեր սահմանելու մասին էր, որը ներկայացրեց եկամուտների հավաքագրման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանը։ Տեղական турքերը գանձվում էին մեկ թվով, այսինքն ավականու որոշմամբ օրինակ խմիչքի ծխախոտի համար գանձվում էր խմիչքյանը 15,000, իսկ ծխախոտի համար 8,500 դրամ։ Հիմա օրենքի մեջ փոփոխություն է մտցվել եւ պետք է գանձվի ըստ քառակուսի մետրերի։ Մինչեւ 26 քառակուսի մետր, 26-ից 50 նման սահմանով ըստ այդ օրենքի փոփոխության կարիք կա դրույքաչափերը փոփոխելու։ Կապան համայնքի հավաքանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 97N որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը հանգամանալից ներկայացրեց ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Իվետա Թադևոսյանը։ Այդում եմ ձեզ, որ այս որոշման նախագծի փոփոխությունը հիմնականում կապված է կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի 1017N որոշման
շրջապան համայնքին հատկացված 3 միլիոն այլընթացիկ դրամաշնորհների, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի կողմից կատարված բուժագրման արդյունքի եւ բյուջեի եկամուտների կատարողականի վերլուծության արդյունքի հիման վրա։ Այսինքն բյուջեին պետք է մենք կատարենք հետեւյալ փոփոխությունը։ Ուրեմն տեղական տուրքերում համայնքի տարածքում շենքերի թույլտվությունների համար հիմնական շինությունների համար ավելացնում ենք 420 դրամ, 420,000 դրամ, ոչ հիմնական շինությունների համար 17,000 դրամ, համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար պակսեցնում ենք 358,800 դրամով, համայնքի բացօթյա տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար ավելացնում ենք 50,000 դրամ, համայնքի տարածքում հեղուկ բարելքի վաճառքի թույլտվության համար 175,000 դրամով, համայնքի տարածքում առևտրի հանրային սննդի զվարճանքի շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպության օբյեկտների բաղնիքների խաղարկումներ ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար պակսեցնում ենք 100,000 դրամով, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ արտվաճառքի թույլտվության համար ավելացնում ենք 50,000 դրամով, հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվությանը պակսեցնում ենք 64,200 դրամով։ Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհները պակսեցում են 3 միլիոն դրամով, այլ եկամուտները ավելացվում են 3,100,000 դրամով։ Եվ ընդամենը եկամուտները այս ամբողջի ընթացքում պակսեցում է 416,000 դրամով, որին համարժեք ծախսերի մենք կատարում ենք նույնպես պակսեցում, կրթություն ըստ մակարդակների չդասով կրթություն, այսինքն արտադրության դաստիարակությունում սուբսիդիան պակսեցնում ենք 416,000 դրամով։ Հավաքանու քվեարկությամբ հաստատված վերջին հարցը համայնքի 2017 թվականի բյուջեն էր։ Հայրապի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։